Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Ինչ տեսնելու համար անապատ ելակ։ Տեր Հիսուսի հարցերից մեկը, որին այսօր անդրադառնալու ենք, հետևյալն է. ի՞նչ տեսնելու համար անապատ ելակ։ Մատթեոս ավետարան 11:7 խոսք։ Սիրելի՛ բարեկամ, անապատն ընկալվում է որպես անցանկալի մի վայր։ Այնտեղ ամայություն է, շոգ, տապ և կենարար ջրի բացակայություն։ Սակայն հոգևոր առումով անապատը մեծ կարևորություն ունի մարդու կյանքում։ Տեր Հիսուսը հենց անապատից սկսեց Իր ծառայությունը։ Շատ հաճախ Աստված մարգարեներին տանում էր անապատ, որպեսզի խոսեր նրանց հետ։ Հենց անապատում մորենին բոցավառվեց, և Մովսեսը Տիրոջից ընդունեց իր առաքելությունը։ Աստված երբեմն մեզ նույնպես տանում է անապատ, որպեսզի անձամբ խոսի մեզ հետ։ Անապատի լռությունն օգնում է, որ Աստծու խաղաղ ու մեղմ ձայնը վերջապես լսելի դառնա մեր հոգուն։ Աստված Իր Խոսքի մեջ հետևյալն է ասում. «Ուստի ահա ես նրան կհրապուրեմ և կտանեմ անապատ և կխոսեմ նրա սրտի հետ» (Ովսեե 2:14)։ Եթե Աստված մեզ տանում է անապատ, ուրեմն ուզում է խոսել մեզ հետ։ Տեր Հիսուսի հարցը Հովհաննես Մկրտչի մասին էր. ի՞նչ տեսնելու համար անապատ ելակ։ Անշուշտ, Հրեաստանի անապատներում շատ բան չկար տեսնելու, սակայն կար Մեկը, Ով Աստծու խոսքերն էր խոսում մարդկանց սրտերին։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, գուցե դու էլ քո կյանքում անցնում ես անապատային ժամանակահատվածով և ճնշված ես ու ընկճված։ Եթե այո, ապա հորդորում եմ քեզ լսել Տեր Հիսուսի վերը բերված հարցի արձագանքը քո սրտում։ Փորձի՛ր ինքդ քեզ համար ճշտել, թե ո՛րն է քո անապատում հայտնվելու նպատակը։ Գուցե պետք է լսես, թե ինչ է ուզում քեզ ասել Տեր Հիսուսը։ Եթե դու հավատացել ես Նրան և որոշել ես կյանքդ ապրել Նրա աշակերտի կյանքով, ապա վստահաբար կարող եմ ասել, որ դու Տեր Աստծու սիրելի զավակն ես։ Դու հավերժ չես մնալու քո կյանքի այդ անապատի մեջ։ Լսի՛ր Նրա ձայնը։ Ընդունի՛ր Նրա խրատն ու հանձնարարությունը։ Անապատից հետո քեզ սպասվում է Նրա խոստացած կաթ ու մեղր բխող երկիրը, եթե միայն մնաս հավատքի մեջ և ապրես Աստծու կամքին հնազանդ կյանքով։ Նա քեզ համար լավագույն ապագան է պատրաստել։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։